բոլոր երեխաների ներդրումից եւ դուք հետեք երեխաները բոլորը գալիս են ներդիմաց բոլոր երեխաների կերտեք դիմաց եւ դուք հետեք մեծեր հետ գնացեք երեխաների բերեք արժեք բոլոր երեխաների բերում եք արժեք Ես ինչ եք անում, հոխանը կարդ պահեք, ես ինչ եք անում։ Ինչ եք անում։ Ուր եք տանում, ուր եք տանում, ինչ եք անում։ Ինչ եք անում, իմ երեք։ Այս մաստով եք ինչ եք անում, իմ երեք։ Ինչ արե, ինչ արե, ինչ եք անում, ինչ արե, ինչ արե, ինչ
Ինչ մեղադրանք կա։ Ինչ մեղադրանք կա։ Ինչու եք բռնել, ինչ մեղադրանք կա։ Մեղադրանքը ինչ է։ Ինչու եք բռնել, մեղադրանքը ինչ է։ Մեղադրանքը ինչ է, ինչ եք բռնել։ Հանգիստ, կներես։ Տղեկ ինչի համար եք անում, մեղադրանքը որն է։ Դուք նախ քաղաքացիական հագուստով եք մի հատ ներկայացեք, մի հրի։ Դու ով ես ներկայացի, ով ես դու։ Դու ով ես, ընկեր դու ով ես, անըտ ինչ է, արա խես բրդում, անըտ ինչ է։ Դու քաղաքացիական հագուստով ես ինչ գործ ունես այստեղ։ Արա ջարդում եք ձերը տղու։ Չեք ջարդում ձերը։ Չեք թողնելու կանեք, թողեք։ Ախպեր, մի տարեք եկեղեցու բակից, ախպեր, նյուժելի ես ենք։ Մի տարեք, եկեղեցու բակից մի տարեք, ախպեր։ Ախպեր, մի տարեք սուտ, Գնաց, ենկոմ, ձախ։ Մի արեք, Թող։ Այս այլանդակների շները ստանակ։ Իղծ Նիկոլի բանակն է, նայեք։ Իղծ Նիկոլի բանակը։ Չայլ երեխուն գողացան բանդիտներ։ Բանդիտներ եք դուք։ Ռուսների ու թուրքերի ծառաներն եք։ Նիկոլի տապալվելուց հետո բոլորիդ հետևից գալու են, Դուք ռուս-թուրքական բանդիտներ եք, իմացեք, որ Հայաստանի հետ կապ չունեք դուք։ Ձեզ հրաման տվողները Հայաստանի հետ կապ չունեն։
Արգավակը չպիտի։ Ձեզ դուր ա գալիս ամեն ինչ։ Հաճիքով եք անում։ Հաճիքով եք անում ես ամեն ինչ։ Ինչ ես կարա ելույթ։ Այս փուր է։ Ժորժ ջան, մի փոքր ներկայացնեմ ինչ եղավ, ուրեմն պատարագին Սուրբ Հաննա եկեղեցում աղանդավոր եւ ազգային դավաճան Նիկոլ Փաշինյանը իշքախմբով մտավ, անշնորհքի պես ախրանայով մարդկանց հրելով գնաց հասավ առաջի շարքեր, ժողովրդից լսեց հայ հոյանքներ, վերջի հայ հոյանքները եւ դավաճան պիտակավորումները իրենս արժանվույն մի քանի րոպե մնաց այդտեղ եւ այդտեղից հեռացավ նորից հեռանալիս նույն ձև էլի հայ հոյանքների եւ մեղադրանքների ներքո ռադը քաշեց գնաց հիմա ոստիկանները պատարագի ավարտին արդեն ուղարկված էին Սուրբ Հաննա եկեղեցու մուտքի մոտ եւ պատարագի ավարտին հարցակվեցին բորենիների նման մի մոտ 100 հոգով հարցակվեցին մի հոգի երիտասարդ համեստագույն մի երիտասարդ, որին ես ամեն շաբաթ տեսել եմ պատարագին, հավատով լի, ընտիր մի երիտասարդ, որին որ այս այլանդակ բորենիները Նիկոլ Փաշինյանի թուրք-ռուսական գործակալ Նիկոլ Փաշինյանի հրահանգով տարան, որովհետև համարձակվել էր նրան ասել այն ինչ որ ինքը կա, այսինքն ազգային դավաճան, աղանդավոր, ես չեմ լսել հեռու էի, բայց Փաստորեն որտեղ որ գալիս է այդ կենթանին, որտեղ որ մտնում է, գալիս է պղծելու եւ իմիջիայլոց ասեմ որ իրեն ամենաշատ իրեն ջղայնացնում այն որ ինքը անուժ է, ինքը չի կարողանում, ոչ չի կարողանում ժողովրդի ատելությունը հաղթահարի, եկավ կանգնեց պատարագին, լսեց կաթողիկոսի անունը հնչեց, ինքը լսեց լուր։ Այսինքն ամեն առումով ինքը տապալված, խայտարակված մի հատ կերպար, որը որ պարզապես մարդկանց ով որ համարձակվում է իր կարտիկով պիտի մարդիկ լռեն մենք հենց քարոզին քահանան լավ մեջբերում արեց եթե անգամ մենք ոչ մեկս ոչ մի բան չասենք լռենք քարերը ասելու են որ դու դավաճան ես քարերը գոռալու են որ դու ազգային դավաճան ես հայ ժողովրդի թշնամի ես ինչքան ուզում ես մարդկանց ձերբակալ ինչ է ստանալու քո ձերբակալությամբ ինչ է ստանալու դու քո ձերբակալությամբ Ժողովուրդ ջան, այսքանը, Աստված պահապան բոլորիս, պետքա Նիկոլի հունիսին պետքա Նիկոլը տապալվի, ընտրությունները պետքա տապալվի եւ ձերբակալվի։ Այս մարդը քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Այսքանը հաջողություն։